Մարտի 24-ին ժամը 17-ի սահմաններում նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց, իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի եւ առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Երրորդ անձը նռնակները ձեռքին պահած շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։ Սկսվել են բանակցություններ նռնակները հանձնելու ուղղությամբ եւ որոշ ժամանակ անց նռնակներով զինված 34-ամյա ՍՀ-ն ներքին գործերի նախարարության ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել են 4 նռնակներ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը հանդիսանում է 55-ամյա ԱՄ-ն։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել 55-ամյա ԱՄ-ն եւ 51-ամյա ՎԳ-ն, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական բարույթ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։